Շատ հետաքրքիր հարց է բարձրացել նաև մեր մշտական ունկնդիրից Գևորգ Պետրոսյանը, արտաքին քաղաքականության մասով հաշվի առնելով գեոպոլիտիկական լարվածությունը, որոնք են ձեր առաջնահերթությունները Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերություններում, ինչպես եք ապահովելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Ուրեմն ես այն մարդկանցից չեմ, որ պիտի ցենց ասած խաղեր տամ, բոլոր երկրները սիրում են հստակ քաղաքական վեկտոր։ Ես ասում եմ եւ միշտ ասել եմ, մենք պիտի լավ լինենք մեր մեծ հարևանի հետ, Ռուսաստանի հետ, երկրորդը Պարսկաստանի հետ, երրորդը Վրաստանի հետ։ Կարևորը այս երեք հարևաններն են։ Առաջինը Ռուսաստան, երկրորդը Պարսկաստան, երրորդը Վրաստան։ Մեզ Թուրքն ու Ադրբեջանցին պետք չեն։ Մենք փակելու ենք սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ոչ մի կոնտակտ, ոչ մի կոնտակտ։ Ով ցանկանա Թուրքիին, խտրեմ Չամադան, վокзал, Բաքու։ Թող գնա կամ իասիրած Ստամբուլը։ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները նորմալ է լինելու, ես ոչ մի վատ, այսպես ասած կարծիք չունեմ Եվրոպայի նկատմամբ, կհարգեն մեզ, մենք կհարգենք իրենց, ոչ մի խնդիր։ Իսկ Ռուսաստանի վերաբերյալ նորից եմ կրկնում, մենք մեր ամբողջ Հայաստանի տնտեսական շուկան դա կախված է Ռուսաստանից։ Մենք այսօր դառնում համոզում ենք, չէ՞, եկալավ Ռուսաստանը փակեց ջերմուկը, շատ ճիշտ արեց, որովհետև այսօր մի շարք խոշոր բիզնեսմեններ սատարում են այս իշխանությանը։ Եվ նա էլ ասեց, սատարում ես, դե գնա սատարի, քո ապրանքը ոչ թե կծախվի, կուրախանաս։ Նախ ջերմուկը պիտի պետականացվի, ջերմուկը պիտի դառնա պետական։ Եվ ահագին մանր բիզնեսները այսօր են, որ ասում են թքել են, որովհետև այդ ինչ-որ օզոնա, եսի մինչև փակել են, գոհություն չունի։ Ռուսաստանի հետ մենք ունենանք վերադարձական հարաբերություններ, մենք տեսնենք, որ այս տարածաշրջանում իշխում է ինքը եւ վատագույն հարաբերություններ նման հարևանի հետ, դա Հայաստանի վերջն է լինելու։ Ուրեմն նախ դա մեկ։ Երկրորդ մասով ուզում եմ ասեմ, Հայաստանի կառավարությունը այսքան ժամանակ մատը մատին չի տվել, փորձելով բացել երկաթուղին, որը որ փակվել է Աբխազիայի, Օսետիայի կողմից, ես ոչ ոք չեմ կարողանում հասկանալ, քիչ չի բացվում այն դեպքում, երբ որ այնտեղ իրավիճակը բավականին փոխվել է։ Նաև այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը, անձնից Վարդան Ղուկասյանը պիտի փորձի բանակցել թե ռուսական կողմի հետ, թե վրացական կողմի հետ, որովհետև դա ձեռնտու է բոլորին, ինչին փակել չենք հասկանում։ Եվ ամենակարևոր առաջնահերթություններից մեկը պիտի լինի Հայաստանի կառավարության համար, դա Հայաստան-Իրան երկաթգիծ բացելն է, որ իհարկե շատ թանկ է նստելու Հայաստանի վրա, բայց դա պիտի բացվի, անպայման պիտի բացվի։ Հայաստանը պիտի ունենա երկաթուղի, որը կգնա այդ Իրանի տարածքով Կասպից ծով, Կասպից այդ ծովով արդեն նավատորմով, այսպես ասած նավերով մենք մեր ապրանքները կարող ենք բավականին որպես երկրորդ ալտերնատիվ ճանապարհ կապ հաստատել Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ։ Այս ուղղությունների վրա երբեք Հայաստանի կառավարությունը չի աշխատել։ Միշտ Պարսկաստանի հետ փորձել են սենց յաման, եթե մենք Պարսկաստանի հետ լավ լինենք, կարող է որոշակի երկրների դուրը չգա։ Իսկ բացարձակապես չի հետաքրքրելու այս երկրի դուրը գալիս է, կամ այն երկրի դուրը չի գալիս։ Իմ հարևանն է, ես իմ հարևաններ պիտի լինեմ լավագույն հարաբերությունների մեջ, որովհետև այդ երկիրը արժանի է լավագույն հարաբերությունների։ Եվ պիտի մաքսիմալ կապը բացվի Պարսկաստանի հետ, բացելով նաև երկաթուղի, անպայման պիտի բացվի։ Ինչքան էլ որ դա թանկ նստի Հայաստանի վրա, դա պիտի բացվի։ Եվ Սյունիքի անվտանգության երաշխավորներից մեկը հենց Պարսկաստանն է։ Մենք պիտի առաջնային կերպով լավագույնս հարաբերություններ ունենանք երեք հարևանների հետ՝ Իրան, Վրաստան եւ Ռուսաստան։ Մնացածը արդեն հարաբերությունները նորմալ են։